Տնտեսություն Հայաստան, K Trader-ը, տոկոսները, արտաքին պարկ, ներքին պարկ։ Ես ինչ եմ դրա մասին պատմում, որպեսզի պատկերացում կազմեք արտաքին քաղաքականություն, գեոքաղաքականություն ինչքան կապված է համաշխարհային տնտեսության հետ։ Հիմա պատկերացրեք Հայաստանում իրոք կան որոշ հանքային հարածներ, որ Հայաստանը հարուստ է դրանցով, ասենք մոլեբդենով, տղնձով, որոշ ռեդկազերներն ոնց են ասում, մետաղները, որոնք օգտագործվում են էլեկտրոնիկայի մեջ, որոշակի ուրիշ, ասենք, հանքանյութեր ունենք, ոչ մետաղական, շատ կարևոր Տեզրագնացության համար ունենք պերլիտներ եւ այլն, բենտանիտներ։ Դες մենք ունենք որոշ հանքային ռեսուրսներ, որի հիման վրա կարելի է լուրջ տնտեսություն կառուցել։ Կարելի է մոտավորապես ասեմ, եթե չչափահասնեմ, մոտավորապես իմ շատ կոպիտ հաշվարկներով $1 տրիլիոն մինիմում արդեն հայտնի հանքային ռեսուրսներ մենք ունենք, որը վերամշակելու դեպքում մի քանի տրիլիոն դոլարի ապրանք կարա դառնա, եթե վերամշակենք, որ ոչ թե հումք վաճառենք։ Այսինքն մենք ունենք որոշակի հումքային բազա, որոշակի տնտեսական զարգացում։ Ինչքան գումար է պետք որպեսզի մշակվի։ Այտենց միանգամից հաշվորդ չեմ կարող, բայց ես մոտավորապես ասեմ, եթե Հայաստանում տեղ կա մոտավորապես մի քանի տասնյակ միլիարդ դոլարի ներդրումների տեղ կա։ Մի քանի տասնյակ միլիարդների։ Նույն անմիջապես հանքարդյունաբերությունում կարող եմ ասել, որ մի քանի տասնյակ միլիարդների տեղ կա։ Միայն հանքարդյունաբերություն։ Իսկ այսօր Եվրոպան մեզ 2 միլիարդ փող ա տվել, մենք չենք կարող ծախսել։ Ոչ թե չենք կարող, մենք չենք ուզում ծախսենք։ Ինչն է պատճառը, ժողովուրդ տալու, որովհետև մեզ թույլ չեն տալի, այսինքն ով թույլ չի տալի, մենք ենթարկվում ենք մեր ղեկավարներին։ Ես չգիտեմ, ինձ թվում է առաջին հերթին Թուրքիան կամ Ռուսաստանը, կամ իրար հետ համատեղ, իրանք չեն տվել այդ համաձայնությունը, որ մենք այդ գումարը վերցնենք ու օգտագործենք, որտեղ ես վերցնելով այդ գումարը մենք կապվածությունն մեջ ենք գնում Եվրոպայից։ Ինչ-որ պարտավորություններ պետք է կատարենք, ճիշտ է։ Հետո արդեն ստե հարց է ծագում, մենք ումից պետք է կախվում ենք, Ռուսաստանից թե Եվրոպայից։ Դա որ Ռուսաստանից թույլ չեն տալիս։ Շահի բախ։ Երկրորդը թույլ չեն տալի նաև այն նպատակով, որ մենք հանգարց չհզորանանք։ Այսօր մենք հզորանանք, հարստանանք, եսեցվելը մենք անկախություն կբերենք, չէ՞։ Արդեն ավելի վստահ ենք մեր վրա։ Հետո իրենք ձեր չի կարելի որ մենք վերցնենք, ինչ-որ ու խանգարում են։ Հիմա ինչ ձևով մեխանիզմը չեմ կարող ասել, ինչ հարաբերություններ ա մեր իշխանության եւ նրանց մեջ, բայց համենայնիվս ինչ որ վախեր կա, թե ինչ որ կապվածություն կա, ինչ որ պարտավորություններ իրար նկատմամբ կա, չգիտեմ, բայց որ փաստա չեն կարողանում, ես զարմանում 2 միլիարդը դա կոպեկներ է։ Հայաստանի տնտեսությունը 2 միլիարդով կարաս մի հատ լավ բանը նեֆտեպերերաբատվիչի զավոդ սարքես։ Ասենք Պարսկաստանի սահմանի վրա։ Մի հատ թե երկու։ Մի հատ մեծ է, ասենք ինքը կարող ավելի բարդ լինի, ասենք նեֆտի քիմիական լինի, ասենք ինքը բացի դրանից, ասենք ուրիշ բաներ արտադրի, բացի բենզինից ու սալարկից, նավթից, ու նավթամթերքից, ուրիշ ասենք պոլիէթիլենային պրոդուկցիա։ Մեծ նեֆտոքիմիական գործարան կառուցես ու տարբեր արտադրանքներ ստանաս, հասկանում ես, ու նույնիսկ էքսպորտ անես, թեկուզ ռեգիոնում, հասկանում ես, որտեղ կա էժան իրանական նավթ, ինչա էժան, որ Իրանը սանկցիաների տակ չի կարող միջազգային գներով նավթ ծախի։ Խնդիր չի որ ամենք Իրանը արտահանենք այդ։ Չէ, Ամերիկան դեմ չի մեզ Իրանի հետ համագործակցելու։ Մենք ունենք այդ իրավունքը, Ամերիկան դեմ չի, որ մենք Իրանի հետ համագործակցենք։ Չափ կա լիմիտ։ Չէ, ոչ մի լիմիտ չկա, մենք ինչքան ուզենանք այնքան է կարանք։ Մեր Հայաստանը այնքան փոքր երկիր է, ինչքան որ ինքը մեծացնի, մի համաշխարհային էկոնոմիկա, Ամերիկայի պարլամենտը դա ոնց որ ասած մի կաթիլ բան է, հասկանում դա դեր չի խաղ։ Իրանց եթե Ամերիկան մի հատ կամպանիա Apple արժի 3 տրիլիոն ու ավել դոլար, ինչ ենք ասում, հա ինչ է, մի տասնյակ միլիարդ դոլարների ինչ է իրաց։ Այդ իրաց փոքր կամպանիաների բանն է, շրջանառությունն է։ Փոքր չեմ ասում միջին։ Միջին կամպանիաները տասնյակ միլիարդ դոլարներ, 100 միլիարդ դոլարներ են համարվում։ Միջինները, այնտեղ փոքր կամպանիաներ են միլիարդ դոլարների արդեն շրջանառությունը։ Այնտեղ ուրիշ պարամետրեր ա դրել, որտեղ այնտեղ ավելի մեծ կամպանիաներն արդեն շատ ավելի մեծ թվերի մասն է խոսքը։ Դες ասում մի հատ Apple-ը 3 տրիլիոն դոլար, Nvidia 3 տրիլիոն դոլար, Google-ը 2.5 տրիլիոն դոլար կապիտալիզացիա, ելքի ասում Amazon-ը այնտեղ 5000 հատ կամպանիա կա, SpaceX Բիրժեվը 5000 հատ կամպանիա կա, որոնց կապիտալիզացիան իրար հետ կազմում է մոտավորապես 60 տրիլիոն դոլար։ 60 Ամերիկայի ժողովուրդ, որ իմանաք ամեն։ Հասկանում եք, դա համար ինչ է որ մի 10 միլիարդ դոլար հանգարց Հայաստանը բանի հետ առևտուր ունենա։ Ծիծաղելի բան է։ Այսօր շատ կներեք, այսօր Իսրայելը ունի ավելի քիչ տարածք, 20000 քառակուսի կիլոմետր։ Մերը 28 քանիս է, չէ՞, 29։ Հա։ Մեզանից փոքր է։ Այո։ Պլյուս մեր նման կլիմա չունի։ Անապատ։ Հա։
կեսա անապավ, ջուր չունի։ Ջուր չունի, այդպես գնություն չունի, չէ։ Իսրայելը այդ տարածքի վրա իրենք իշխան հնա ունի։ 650 միլիարդ դոլար հնա ունի։ Հայաստանի հնան իրենք իշխան է 25 միլիարդ։ Այսինքն բանը 25 անգամ Եթե նույնիսկ իրաց բնակչությունը երկու անգամ ավելն է մեր բնակչությունը 6-7 միլիոն է։ Լավ, ասենք Հայաստանն է 6-7 միլիոն դեպքում պետք է 50 միլիարդ, բայց 50 միլիարդ ու 650 միլիարդ, 13 անգամ մեզանից 14 անգամ։ Հասկացա պրոբլեմ ունենք, հասկանում եք, մեզ էշի տեղ։ Դուք հասկանում եք։ Այո։ Ճիշտ է, Թուրքիան ունի 80 միլիոն բնակչություն, բայց հնան 1 տրիլիոն 100 միլիոն է, որ մի շնչից բաժանում հեչ բան է դառնում։ Շնչի վերածած։ Հայաստանը ունի հնարավորություն, ես ասում եմ, ճիշտ տնտեսական քաղաքականություն, 15-20 տարում Հայաստանը կարող ունենա 500 միլիարդ դոլար հնա։ Լավ։ 500 միլիարդ։ Հաջորդիվ մյուսը։